մեր մոտ արդեն յուբիլեի չի կա, փոքր, որովհետև ես մեր 5-րդ էպիզոդն է, պիտի ասեմ, որ ես ինձնով բավականին հպարտ եմ, որովհետև պոդկաստ սկսող մարդիկ կամ ուղղակի մարդիկ, ովքեր լսում են պոդկաստ, չեն կարող հասկանալ, թե ինչ բարդ է ամեն անգամ նստել ձայնագրիչի դիմաց ու փորձել ունենալ բավականին սահուն, ոսկեղենիկ հայերենով լցված խոսք։ Ինչևից է, շնորհավորում եմ բոլորիդ, եթե դուք մնացել եք ինձ հետ մինչև 5-րդ էպիզոդը, որովհետև աղջիկություն պոդկաստը ստեղծվել է աղջիկների կողմից աղջիկների համար, ու ես շատ ուրախ եմ, երբ որ ավելի շատ մարդիկ լսում են ես, ու ես նաև հպարտ եմ ինձնով, ու ես նոր շոկոլադ էի ուտում։ Ես գիտեմ, որ վերջին շրջանում ինչ-որ ես անդադ ավելի շատ քաղցր եմ ուզում։ Չգիտեմ, կարող է եղանակից է, համենայն դեպս ես շոկոլադ կերանոր։ Տրամադրությունս մի տեսակ բարձրացավ, ու ես որոշեցի, որ ես այսօր պետք է նստեմ և ձայնագրեմ վերջապես կարիերայի մասին մեր էպիզոդը։ Ինչից սկսեց ոգեշնչումս, ասեմ, մի քանի շաբաթ առաջ 100%-ով բոլորդ էլ լսել եք Մարկ Անդրեսին 2007 թվականի հոդվածները, ողողում էին ամբողջ ինտերնետը, ես դրեցի այդ ամեն ինչը մի տեսակ կարդացի, ուզում էի հասկանա, իրանք 3 հատ հոդված են, բավականին հին, ու այդ պահերին ես մտածում եմ, Գոսպեդի Հիսուսե, ես այդ ժամանակ ընդամենը 6 տարեկան էի, բայց չիմանայի այդ ամեն ինչը ու կոպիտ ասած, իմ բախտը, ճակատագիրը, կարիերան, Կարլ, ավելի լավ դասավորեի, բայց ամեն ինչ պատահում է միամիտ, ամեն ինչ պատահում է ճիշտ, չկա սխալ, բոլոր որոշումները ճշմարիտ են ու ճիշտ են։ Ինչևից է, այսօրվա էպիզոդում խոսելու ենք կարիերայի մասին, արդյոք կարիերան պետք է պլանավորել, ինչու դուք պետք է ձեզ դիտարկեք որպես պորտֆոլիո, ինչու պետք է ճիշտ ժամանակին լինել ճիշտ վայրում, ինչպես ընտրել հնարավորություններ, ինչպես դիմել ռիսկերի ու նաև շատ հետաքրքիր բաների մասին ենք խոսելու ամենավերջում։ Էտենց, քլիֆհենգերներ թողնեմ, որ մնանք ու լսեք։ Ինչևից է, հիշեցնեմ, որ աղջիկություն պոդկաստում մենք խոսում ենք բացարձակապես ամեն ինչից։ Ես շատ ուրախ կլինեմ, եթե դուք բաժանորդագրվեք մեր պոդկաստին, մեկնաբանություններում գրեք, ինչ որ ուզեք, կարակ օրինակ ինչ որ հետաքրքիր սմայլիկներ դնենք։ Ես ուրախանում եմ, որ մարդիկ սմայլիկներ են դնում, այնպես որ ես շատ շնորհակալ կլինեմ։ Բայց ավելի շատ շնորհակալ կլինեմ, եթե կիսվեք ձեր ընկերների հետ ու օգնեք, որպեսզի մեր ալիքը աճի։ Որովհետև ինչքան շատ մարդ իմանա աղջիկության մասին, այդքան ավելի աղջիկներ գուցե կարողանան կատարել ավելի ճիշտ որոշումներ։ Այնպես որ սկսեցինք։ Գլուխ 1. Կարիերայի պլանավորման առաջին օրենքը։ Մի պլանավորիր կարիերան։ Ու հա, ամեն ինչ այդքան պարզ է, ինչքան հնչում է։ Ես ինքս վերջին շրջանում բռնում եմ ինձ այն մտքի վրա, որ ես ուղղակի դադարել եմ պլանավորել։ Ասեմ ինչից այդ ամեն ինչը սկսեց։ Կարծում եմ այդ համալսարանի վերջին կուրսն էր, երբ որ այնքան շատ բան կար, որ ես ուղղակի դադարեցի օգտագործել պլաներ, Կարլ։ Ես շատ էի սիրում հիժենևնիկներ, պլաներներ, որտեղ ես կարայի գրեի իմ օրը, պլանավորեի ամեն ինչ։ Բայց հետո եկավ մի հատ պահ, որ ես ուղղակի հասկացա, որ ես այնքան քամված եմ, որ այդ ինձ ուղղակի արդեն պետք չի։ Նույն բանը սկսվեց պլանավորելու հետ։ Ուրեմն ես ինքս ինձ հենց դա նորից բռնեցի այն մտքի վրա, որ ես արդեն հոգնել եմ ինչ-որ բան պլանավորելուց, ու ես ուղղակի ուզում եմ ապրել։ Գիտեք այն բլուսկեքը, որ վրան գրած է, ապրիր պահի մեջ։ Հա, Կարլ, այդ աշխատում է, ու ինձ թվում է, այս Մարկ Անդրեսյանի առաջին հենց օրենքը, որ ինքը առաջաբերում իր հոդվածներում, բավականին ճիշտ է, որովհետև աշխարհը աներևակայելի բարդ կառուցվածք ունեցող մի հատ վայր է, անընդհատ ամեն ինչ փոփոխվում է, ու մենք աղջիկներս հատկապես բավականին էմպատ ու հուսական, շատ խորը ֆոն ունեցող արարածներ, շատ հաճախ ավելի ենք բարդությունների բախվում, որովհետև մենք չենք կարող պլանավորել մեր կարիերան, քանի որ մենք պատկերացում ուղղակի չունենք, թե ինչ է պատահելու մեզ հետ ապագայում։ Նաև մենք պատկերացում չունենք, թե որ ոլորտներ մենք կմտնենք, որ ընկերություններում ենք աշխատելու, մենք ընդհանրապես գաղափար չունենք, թե ինչ դերեր ենք ունենալու այդ կազմակերպություններում։
ամենահետաքրքիրը մենք նույնիսկ չգիտենք, թե որտեղ ենք ապրելու ու վերջի վերջո, թե ինչ ներդրում մենք ունենալու այս աշխարհում։ Մենք փոխվելու ենք, այդ ոլորտներն էլ են փոխվելու, ընդհանրապես աշխարհն է փոխվում ամեն օր, ամեն վայրկյան ու ընդհանրապես անհնար է կանխատեսել այս բոլոր ֆակտորներից որևիցե մեկը։ Օրինակ նայեք մեր աշխարհին։ Այնքան պատերազմ կա ու այնքան բան է կատարվում, որ օրինակ ես, դուք չեք պատկերացնում ես ոնց եմ սիրում տիեզերքը, բայց կյանքի խառնիխուռն իրավիճակներով ես ընդհանրապես տեղյակ չէի, որ կա Արտեմիս օպերացիան ու հիմա մենք տիպը մոտենում ենք լուսնին, what? Այդ աստիճան ամեն ինչ փոխվում է։ Բայց այստեղ ուզում եմ ցիտել Տատյանա Չեռնիգովսկային, որ լուրեր նայել պետք չի, բոլոր կարևոր լուրերը կհասնեն ձեզ ամեն դեպքում ուշ թե շուտ։ Վերադառնանք կարիերային։ Կարիերան պլանավորելու փորձը ըստ Անդրեասենի ուղղակի ժամանակի վատնում է, որը ուղղակի ձեզ հիասթափեցնելու է ու ավելի շատ հեռացնելու այն իսկական նշանակալից հնարավորություններից, որոնք կյանքը ձեր առջև կբացեր։ Այստեղից հետևություն կարիերայի պլանավորում հավասար է կարիերայի սահմանափակում։ Ու որքան շուտ մենք հասկանանք դա, այնքան լավ։ Որոշ հատվածով համաձայն եմ, բայց կա մի հատ հետաքրքիր բան, որը շատերը երևի անում են LinkedIn-ով։ Չգիտեմ, երբ որ մտնում ենք LinkedIn, սենց երբեմն, չգիտեմ, ինչ որ մարդու են գտնում, ով սովորում է այն համալսարանում, որտեղ դուք կուզեք սովորել կամ հասել այն պաշտոնին, զբաղվում է այն գործով, որոնք դուք եք ուզում անել, ակամայից ոչ թե նախանձից ելնելով, այլ ուղղակի այդ մարդուն, չգիտեմ, ինչ որ իր դիրքը որպես ոգևորիչ ինչ որ ֆակտոր դիտարկելով, մենք փորձում ենք հասկանալ, օքեյ, ինքը ինչ ճանապարհ է անցել։ Այստեղ կարևոր է հասկանալ, որ իր անցած ճանապարհը ու իր փորձառությունները այն փորձառությունները չեն, որոնք դուք եք ունենալու։ Ու երբ որ կարդում եք այս հոդվածները, կարևոր է այդ բանը միշտ գլխում պահել։ Խոսքը այն չի, որ դուք չեք կարող ոգեշնչվեք։ Խոսքը այն է, որ դուք չեք կարող իդեալական նույն քայլերով ունենաք նույն կյանքը կամ նույն պլանավորված ճանապարհը։ Կարիերան պլանավորելու փոխարեն պետք է ուղղակի կենտրոնանալ հմտությունների զարգացման վրա ու այն հնարավորությունների հետապնդման վրա, որոնք ուղղակի գալիս են ձեր կողմ։ Հմտությունների մասին մենք դեռ խոսելու ենք 5-րդ գլխում, այնպես որ խորհուրդ կտամ մինչև վերջ լսել, բայց հիմա плавный переход դեպի գլուխ 2 հնարավորությունների ուժի մասին։ Ես չեմ կարող շեշտեմ, թե ինչ կարևոր է ճիշտ ժամանակին լինել ճիշտ վայրում, բայց այս աշխարհում բավականին բարդ է այդ ամեն ինչը դարձել, որովհետև նախ սոցցանցերում ահավոր շատ աղբ կա ու ահավոր դժվար է ֆիլտրել այն ճիշտ ինֆորմացիան ու ճիշտ հնարավորությունները, որոնք դուք կկարողանայիք օգտագործել։ Միևնույն ժամանակ բարդ է դարձել, չգիտեմ, նույն սովորական նեթվորքինգը։ Բարև բարլուս, մի օր գնանք կոֆե խմելուն, ընդհանրապես վերացել է, մարդիկ անդադ ինչ-որ տեղ են վազում ու ես ինքս բռնել եմ ինձ այն մտքի վրա, որ վերջին շրջանում ես նույնիսկ չեմ հանդիպում մարդկանց հետ, որովհետև այդ մարդիկ տուպը ժամանակ չունեն։ Այսինքն նեթվորքինգն էլ է դարել ահավոր բարդ։ Չի նշանակում, որ անհնար է, բայց ավելի բարդ է դարել ուղղակի հնարավորություններ ձեռք բերելը։ Անդրեսենը իր հոդվածում հնարավորությունների երկու տեսակ է բերում։ Այսօր սկզբում կխոսանք հնարավորությունների առաջին տեսակի մասին, այդ հնարավորություններն են, որոնք միամիտ են գալիս։ Այսինքն դուք պետք է լինեք ինչ որ վայրում ճիշտ ժամանակին ու ճիշտ վայրում, որ ձեզ դուք չգիտեմ, ստանաք այդ հնարավորությունները։ Միևնույն ժամանակ, այս այն պոդլի հնարավորություններն են, որոնք ասենց ամենավատ, ամենաանհարմար իրավիճակներում են գալիս, երբ որ դուք ահավոր զբաղված եք, երբ որ դուք ավելի կարևոր պրիորիտետներ ունեք ու այդ հնարավորությունները գալիս են կոպիտ ասած ձեզ խանգարելու։ Բայց պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր հնարավորություն, որը գալիս է, այդ կարա նաև լինի փոքրիկ դաս։ Օրինակ, ինքնաանալիզի համար։ Շատ կարևոր է, որ այս հնարավորությունները ուղղակի բաց չթողնենք։ Եթե նույնիսկ երկար մտածելուց հետո հասկանում ենք, որ այս հնարավորությունները ընդհանրապես մերը չեն, եթե իհարկե լավ անալիզ եք արել ու հասկանում եք, որ այդ այն ռիսկը չի, որ հիմա ձեզ պետք է, ապա բաց թողեք։
Բայց եթե ուղակի վախից ելնելով եք բաց թողնում, այդ մի քիչ ավելի պրոբլեմատիկ է։ Անդրեսենը բերում է 3 օրինակ, ոնց կարան այս տեսակի հնարավորությունները ընդհանրապես կան մեր կյանք։ Կարա լինի նույն ընկերությունում, որտեղ դուք աշխատում եք, ձեր ավագ աշխատակիցը ինչ-որ շատ գործ ունի, ուզում եք այս գործը տա ձեզ, այդ շատ լավ փորձ է ձեր համար, դուք կարաք ավել սկիլեր հավաքեք, բայց այդ ավելի ծանր աշխատանք է լինելու, քանի որ դուք double եք աշխատելու, ունենալու եք ոչ միայն ձեր պարտականությունները, այլ նաև հլմիատել ձեր ավագ աշխատակցի։ So ինչ-որ բան արդեն չի կպնում։ Երկրորդը, այդ երբ որ ձեր նախկին օրինակ ղեկավարը գնացել է ինչ-որ ուրիշ կազմակերպություն, լավ պաշտոնի ու ձեր մասին հիշել է, ասում է, բա ստեղ լավ է, կարող է գաս, արի միանանք ինչ-որ բան ստեղծենք։ Ու երրորդ օրինակը, որ Անդրեսենը բերում է, այդ երբ որ գիշերվա 1000-ին ձեր զանգում է մի հատ լավ կորած մի հատ ընկեր, որոշում է ստարտափ բացի ու ձեզ էլ հրավիրում է մասնակցել։ Անդրեսենը ասում է, որ ինքը միշտ զարմանում է այն մարդկանց վրա, ովքեր այս հնարավորությունները չեն օգտագործում ու միշտ մերժում են։ Թե ինչի են այդ մարդիկ մերժում սրանք ու ռիսկերի մասին, մենք դեռ խոսալու ենք 4-րդ գլխում, բայց ինչ է ուզում շեշտի ստեղ Մարկը, այնա, որ ուղղակի պետքա պատրաստ լինել բոլոր գոյություն ունեցող հնարավորություններին։ Քանի որ եթե դուք հստակ գիտեք, որ դուք ունեք որոշակի նպատակ, որոշակի երազանք, ամբողջ սրտով ուզում եք գնալ դրա կողմը, դուք ներդրում եք կատարում ձեր էներգիայի եռանդի տեսքով, ուղղակի արեք դա, գնացեք այդ հնարավորության հետևից, քանի որ աշխարհը բավականին ճկուն վայր է։ Ինքը չի առաջարկում, որ դուք սենց ուղղակի պարզապես պատահականորեն խաղաք բոլոր գոյություն ունեցող հնարավորությունների հետ, խոսքը այստեղ ավելի շատ ռազմավարություն ունենալն է։ Ճիշտ ռազմավարությունը այդ ներդրումային մտածելակերպ ունենալն է։ Երրորդ գլխում կխոսանք դեռ պորտֆոլիոից, բայց վազենք մի քիչ առաջ, դուք պետքա ձեզ տեսնեք որպես պորտֆոլիո, որտեղ դուք ուղղակի հավաքում եք բոլոր գոյություն ունեցող հնարավորությունները։ Հասկացեք, որ կարիերա չկա, դուք ուղղակի մի հատ մեծ սենց պորտֆոլիո եք, որտեղ դուք հավաքում եք ամեն ինչ բացարձակապես։ Ու երբ որ դուք հասկանաք, որ դուք ներդրում եք կատարում, ու ներդրումները մի հատ մեծ ամբողջություն են, կհասկանաք, թե ինչքանով է ձեր ներդրումների եկամտաբերությունը ձեզ օգուտ բերելու, ու ըստ դրա դուք նաև կհասկանաք, արդյոք դուք դիմեք տվյալ ռիսկին, թե ոչ։ Հիմա անցնենք երրորդ գլխին, դու պորտֆոլիո ես։ Ըստ Անդրեսենի դու պետք է քեզ դիտարկես որպես պորտֆոլիո, որի ներսում դուք ունենաս անհատական ներդրումներ։ Դրանք կարող են լինել որոշակի փորձառություններ, աշխատանքի փորձ, դա կարող լինի ինչ-որ skill, այսինքն դու պետքա քո կարիերային նայես որպես աշխատատեղերի, դերերի, հնարավորությունների մի հատ մեծ հավաքածու, aka պորտֆոլիո, ու յուրաքանչյուր աշխատանք, որը դու ստանձնում ես, յուրաքանչյուր դեր, որը դու ընտրում ես, յուրաքանչյուր հնարավորություն, որին դու դիմում ես կամ հետապնդում ես, պետքա որոշակի պոտենցիալ ներդրում ու եկամտաբերություն ունենա։ Այսինքն այն օգուտները, որոնք դուք կարող եք քաղել այդ օրինակ դերը ստանձնելուց, անկախ նրանից թե օգուտները գալիս են եկամտի, հմտությունների, թե ինչ-որ զարգացման տեսքով, թե ինչ-որ այլ բանի տեսքով, կապ չունի։ Այստեղ այսինքն կապ չունի շահույթի տեսակը, կարևորը այն է, որ դուք ունենաք որոշակի շահույթ, որոշակի հաղթանակ։ Յուրաքանչյուր աշխատանք կունենա նաև որոշակի ռիսկային պրոֆիլ։ Մնացեք մինչև ռիսկերի հատվածը, որովհետև շատ հետաքրքիր բաներ են քննարկելու։ Այն բաները, որոնք կարող են սխալ ընթանալ, սկսած աշխատանքից ազատվելուց, աշխատանքի պահանջները լրացնել չկարողանալուց, մինչև ինչ-որ տեղ, ինչ-որ նոր երկիր կամ ինչ-որ նոր վայր տեղափոխվելուց, օրինակ դուք չեք ուզում տեղափոխվել, բայց դուք ստիպված եք այդտեղ տեղափոխվել, մինչև չգիտեմ, ընկերության սննկացումը, մինչև որևէ ինչ-որ գրավիչ հնարավորություն չհետապնդել հնարավորություն, այս ամեն ինչը մի հատ մեծ ռիսկային պրոֆիլ է։ Ու երբ մենք սկսենք սենց մտածել, մենք կարող ենք ռազմավարականորեն մտածել հենց մեր կարիերայի մասին ու նաև հասկանալ, թե պլյուս մինուս 10 տարվա ժամանակահատվածում նոր ինչ կարող է մեր հետ լինի։ Օրինակ, ռիսկային պրոֆիլը երբ որ դիտարկում ենք, եթե մենք նոր ենք ավարտել համալսարանը ու այստեղից ելնելով ունենք ցածր եկամտաբերության մակարդակ,
բայց այստեղ մենք ունենք ահավոր մեծ աշխարհագրական ճկունություն, ապա մենք կարող ենք աշխատանքի անցնել որոշակի ավելի ցածր եկամուտաբերության պրոֆիլով, բայց միևնույն ժամանակ մենք հետապնդենք ավելի լայն աշխարհագրական դիրք։ Երբ որ մենք ամուսնանում ենք ու աղջիկների հետ իհարկե այդ ամենահաճախ կատարվող դեպքն է ու ունենում են երեխաներ, ապա մենք ավելի շուտ ընտրելու ենք ավելի բարձր եկամտաբերություն, բայց միևնույն ժամանակ մենք փորձելու ենք սահմանափակել մեր աշխարհագրական դիրքը, կոպիտ ասած մնալով նույն տեղում, բայց փորձելով գտնել ավելի շահութաբեր աշխատանք։ Հետագայում իհարկե այդ պրոֆիլը փոխվելու է, որովհետև երեխաներն են մեծանալու ու մենք ավելի ճկուն ենք լինելու։ Համենայն դեպս, այս կարևոր է որպես ռիսկի պրոֆիլ դիտարկել։ Այստեղ նաև հետաքրքիր է, որ մեր պորտֆոլիոյում նաև պետք է տեղ ունենա ծանր ու թեթև անելու նուրբ արվեստը։ Մարդկանց մեծ մասը ցավոք սենց չի մտածում ու իրանք երբեմն կարող են սենց մտածել, բայց այս ամեն ինչ իրենք համակարգված չեն դիտարկում։ Այսպիսով, երբ մեր կողմ գալիս են որոշակի հնարավորություններ, այս մարդկանց մեծամասնությունը դրանք դիտարկում է որպես օքեյ, ռիսկային է թվում, ես վստահ չեմ անի։ Բայց դրա փոխարեն մենք պետք է ավտոմատ կերպով այս հնարավորությունը դնենք մեր ամբողջ կարիերայի ընթացքում ստանձնած մյուս բոլոր ռիսկերի համատեքստում ու որոշենք, թե արդյոք այս նոր հնարավորությունը ռազմավարական առումով տեղավորվում է մեր պորտֆոլիոյում, թե ոչ։ Այս ամեն ինչը ամենահեշտ ձևը անելը այդ ուղղակի թուղթուգրիչ վերցնելն է, ինչ ինձ միշտ օգնում է։ Ու շատ հաճախ ես դիմում եմ այս քայլին, որովհետև այս քայլը ինձ սովորեցրել էր իմ ընկերներից մեկը, Ելենա, shout out to you, երբ որ չես կարողանում ինչ-որ կարևոր ընտրություն կատարել, կարաս պլյուս մինուս աղյուսակով ընտրես, թե որ հնարավորությունը ավելի շատ դրական բաներ է բերում քո կյանք, իսկ որը ավելի շատ խլում։ Ուս դրա հասկանաս, արդյոք դու ուզում ես այդ ռիսկին դիմել, թե ոչ։ Իսկ հիմա անցնենք մեր պոդքասթի ամենահետաքրքիր գլխին, գլուխ 4, ռիսկեր։ Ստեղ ուզում եմ կրակի էմոջիներ, ստեղ ուզում եմ տրինոժնիկ, հայերեն ոնց է տրինոժնիկ, երաժանիկ, չգիտեմ, բոբո թեմա, ռիսկեր։ Ես այդքան է չեմ սիրում ռիսկեր, որովհետև ես SNG-ում ապրող պոստ-սովետական մանկություն ունեցող մանուկ եմ։ Երբ որ մենք խորանում ենք ռիսկի հասկացության մեջ, ապա պետք է հասկանանք, որ կյանքում որպես կանոն առանց ռիսկի հնարավորություն չկա, վերջակետ։ Ինչևից է, պետք է հասկանալ, որ ռիսկի գնալ չի նշանակում գնալ ավտոբան ու ընկնել LKV-ի տակ։ Չէ, մեր օրերում եթե խոսում ենք աշխատանք փնտրելու ու կարիերայի աճի մասին ռիսկերին, այդ ուղղակի մի հնարավորությունից մյուս հնարավորություն գնալն է, նոր հնարավորություններ վերցնելն է, նոր դերեր փորձելն է, նոր մասնագիտական ուղի ընտրելն է, նոր մասնագիտություն սովորելն է, այլ ոչ թե ուղղակի ավտոյի տակ ընկնելը։ Այդ ուզում էի ուղղակի շեշտեի։ Միևնույն ժամանակ հետ գնանք այն օրինակներին, որոնք Մարկ Անդրեսոնը բերում էր։ Այսինքն, եթե ձեր ընկերության ավագ աշխատակիցը ձեր համար մի հատ լրացուցիչ աշխատանք է բերել ու ասում է կարող է անես։ Եթե մի կողմից ընտրեք, կստացվի, որ դուք ահավոր ուժասպառ եք լինելու ու շատ վատ կսկսեք անել ձեր ամենօրյա աշխատանքը։ Եթե միանաք ձեր նախկին ղեկավարին, որ չգիտեմ ուրիշ կազմակերպությունում է աշխատում ու ասում է, որ ամեն ինչ արագ է զարգանում, գուցե 6 տարի անց ամեն ինչ այնքան փչանա, որ դուք ավելի վատ վայրում սկսեք աշխատել, իսկ ձեր ներկայիս գործատունն էլ ձեզ աշխատանքի չվերցնի։ Եթե միանաք ձեր Պողոս անունով խելացի ընկերոջը, ով ստարտափ էր հիմնում, գուցե այդ ստարտափը միանգամից ձախողվի ու հետո դուք ձեր CV-ում այդ գրած կարմիր բիծը չկարողանաք ձեր նոր գործատուին օրինակ բացատրել։
Պետք է հասկանալ, որ միշտ կան իրական ու օրինական պատճառներ, թե ինչու են մարդիկ հաճախ բաց թողնում հնարավորությունները, այս նորմալ է, քանի որ մենք տեսնում ենք ռիսկերը ու ցանկանում ենք ուղղակի խուսափել դրանցից։ Խնդիրը ամեն դեպքում այն է, որ առանց ռիսկի դիմելու մենք չենք կարող օգտագործել որևէ հնարավորություն։ Այսինքն յուրաքանչյուր շանս, հնարավորություն, որը գալիս է մեր կողմը, իր հետ բերում է որոշակի ռիսկեր։ Դուք կարող եք ապրել հանգիստ իդիլիայում, համեմատաբար երջանիկ կյանքով, բայց շատ քիչ հավանական է, որ դուք կստեղծեք այն, ինչի մասին դուք երազում եք, կստեղծեք ինչ-որ նոր բան, ու շատ քիչ հավանական է, որ դուք կթողնեք ձեր հետքը աշխարհում։ Օրինակ, Պոդքասթը Կարլ, ամեն էպիզոդում ես բերում եմ այս, ու ոչ միայն պոդքասթը, իմ բլոգը, որը ես թռչնագիր Instagram-յան էջում սկսել եմ։ Այս երկուսը բավականին շատ ժամանակ են տանում իմ ռեժիմից, իմ ընդհանրապես շաբաթվա գործերից, բայց միևնույն ժամանակ, եթե դու կարաս այդ անես, ու դու կարաս որոշակի կրեատիվ ուղղություն ընտրես, ինչու ոչ։ Այդ այն ռիսկն է, որ ամենաթեթևն է, բայց միևնույն ժամանակ դու մի հատ մեծ թոթոլ պոզիտիվ հետք ես թողում այս աշխարհում։ Ես դրա համար չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր ինչ որ կրեատիվ բան են ուզում սկսել, ու միշտ ասում են, դե ժամանակ չունեմ։ Իրականում ժամանակ միշտ կա, դու ուղղակի պետք է գտնես։ Ու երբ որ իսկապես ինչ որ բան ես ուզում, դու պետք է հասկանաս, որ երբեմն միայն ռիսկի դիմելով դու կարաս այդ ամեն ինչին հասնես։ Անկախ նրանից, թե այդ ռիսկը շատ մեծ է լինելու, թե շատ փոքր։ Նաև ստեղ կարևոր է հասկանալ, որ մեր ամենօրյա կյանքում մենք սենց թենենց լիքը ռիսկերի ենք դիմում։ Լինի դա, չգիտեմ, առնեմ այս մատնակաշը, թե վсё-таки չէ, կամ նստեմ այս ավտոբուսը, որի մեջ 70 հոգի է ճղտված, թե վсё-таки սպասեմ այն մյուսին։ Այսինքն հասկանում ենք, որ սենց թենենց սաղ կյանքը ռիսկ է, լիքը հնարավորություններ են գալիս, ու Մարկ Անդրեսսոնը բերում է մի շարք օրինակներ, թե իր կարծիքով, որ ռիսկերն է պետք վերցնել, որ ռիսկերին կարելի է գնալ, ու որոնց ոչ, ու ամենահետաքրքիր օրինակները հեսա ասեմ, ուրեմն երբ մենք նոր ենք ավարտում համալսարանը կամ չգիտեմ դպրոցը, մենք կարծում ենք, որ մենք համեմատաբար փորձ չունենք, բայց միևնույն ժամանակ մենք չենք հասկանում, որ մենք ունենք ամենամեծ առավելությունը այդ ազատ ենք շարժվել ու ունենք շատ ցածր ակնկալիքներ, ինչքան էլ այդ տարօրինակ չհնչի, բայց այս այն ժամանակն է, երբ մենք պետքա օպտիմալացնենք այն տեմպը, որով մենք կարող ենք զարգացնել մեր հմտությունները ու կարող ենք ձեռք բերել ամենակարևորը աշխատանքային փորձ, որը հետագայում շատ լավ կծառայի մեզ ու կօգնի այդ կարիերայի աճի մեջ։ Այս անելու համար մենք պետքա ուղղակի եկամտի ռիսկի դիմենք։ Ինչա ուզում դրանով ասի Մարկը։ Ինքը ուզում է ասի, որ գնա արա ամենացածր աշխատավարձով աշխատանքը, բայց ձեռք բեր փորձ, որովհետև դու միշտ կկարողանաս ընտրել աշխատանք, խոսք եմ տալիս, դու միշտ կարողանալու ես ընտրել աշխատանք, եթե դու սկզբում չվազես գումարի հետևից, ինչքան էլ գայթակղիչ չթվա ֆինանսական անկախությունը։ Դու քեզ ավելի արժեքավոր ես զգալու ու ավելի արժեքավոր փորձ ես ձեռք բերելու, փորձ ձեռք բերելով ու հնարավորություններ ու հմտություններ հավաքելով։ Պետք է նշեմ, որ այս մեր կարիերայի ամենաանվտանգ, կոպիտ ասած, խաղալու ժամանակն է։ Դու չունես պատասխանատվություն երեխեքի, ամուսնու, տունտեղ, բարեկամների հանդեպ ու դու կարաս հանգիստ խաղաս, սկզբնական շրջանում հասկանաս ինչը քեզ դուր է գալիս, ինչը քեզ դուր չի գալիս ու կկարողանաս ավելի շատ բաների հասնել, ինչքան դու սկսես աշխատել։ Դրա համար ինչքան շատ կամավորությունների են գնում երիտասարդները, այդքան ավելի շատ հնարավորություններ են հետագայում իրանց դիմաց բացվում։ Իհարկե կարան լինեն պահեր, երբ որ դուք հասկանաք, որ, չգիտեմ, դժգոհ եք ձեր ոլորտից, օրինակ դուք աշխատում եք, չգիտեմ, ինչ-որ
X աշխատանքով, բայց նախընտրում եք աշխատել ավելի հետաքրքիր ինչ-որ ոլորտում, մի ոլորտից մյուսը անցնելը անշուշտ միշտ ռիսկային է, քանի որ ձեր հատուկ հմտությունները ու կապերը ավելի շատ ձեր հին ոլորտում են, ուստի նոր ոլորտում հաջողություն հասնելու հավանականությունը ու վստահությունը ավելի քիչ է լինելու, ու դուք նաև այդքան էլ ձեզ չեք վստահելու։ Սակայն միշտ ռիսկ է, որը սակայն արժի ստանձնել, որովհետև եթե դուք անտարբեր մնաք ձեր երազանքի ու սեփական զգացմունքների վրա, ապա այդ ձեզ այդքան էլ երջանկություն չի բերի, ու շատ ավելի դժվար կլինի նաև հաջողությունների հասնել այն աշխատանքում, որտեղ դուք ավելի շատ փորձ ունեք, երբ որ ձեր ուղեղը անընդհատ մտածելու է ուրիշ հնարավորությունների մասին։ Այսինքն պետք է ուշադրություն դարձնել հնարավորության արժեքի վրա նաև։ Դրանք ընդհանրապես շնչին օրինակներից էին, որ հոդվածներում կա, եթե շատ է հետաքրքրում, անպայման կարդացեք, որովհետև շատ հետաքրքիր է, բայց մենք մեր կյանքում շատ իրավիճակներում ենք լինելու, որտեղ ուղղակի պետք է նստենք, առանձնացնենք ռիսկերը, մի հատ լավ մտածենք, հասկանանք արդյոք ընդհանուր կարիերայի պորտֆոլիոյի համատեքստում մեզ էս ինչ-որ ձև ակտուալ է, ու արդյոք մենք չենք առաջնորդվում մենակ եկամտաբերությամբ, ինչքանով կարամ ավելի շատ փող աշխատեմ, այլ նաև հաշվի առնենք բոլոր ֆակտորները։ Կարևոր է, որ մենք օգտվենք ցանկացած հնարավորությունից, ցանկացած խորհրդից, ցանկացած հմտությունից, որը կարա որպես հնարավորություն գա մեր կողմը։ Կարևոր է հասկանալ, որ դրանք շատ հազվադեպ են, ու ավելի հազվադեպ կարևոր է հասկանալ, որ դրանք շատ հազվադեպ են։ Շատերը չեն գիտակցում, որ իրանց կյանքում մի անգամ կարա բախտ վիճակվի, ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվել, ու պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել սրան, հատկապես վաղ տարիքում, երբ որ դուք դեռ ճկուն եք ու կարաք շատ բան փորձեք։ Հիմա գլուխ 5 հմտությունների մասին, ինչպես խոստացել էի սկզբում, հասկանանք ինչքանով են հմտությունները մեր համար արդիական։ Այստեղ մի քիչ տխուր պահ հոդվածի կենտրոնական թեման այն էր, որ պետք է միշտ ստանալ տեխնիկական մասնագիտություն, միայն հումանիտար գիտությունների աստիճանները մեծ մասամբ անօգուտ են։ Սա ես ասում եմ մեծ ցավով, բայց նաև ուզում եմ ասեմ մեծ սրտով ու խորհրդով սեփական փորձից։ Եթե դուք սովորում եք որոշակի գիտություններ, լինի դա մաթեմատիկա, տնտեսագիտություն, չգիտեմ, ու սիրում եք այդ, շարունակեք, որովհետև այս առարկաները սովորեցնում են ձեզ ավելի խստորեն մտածել ու ինչ-որ ավելի լուրջ ազդանշաններ տալ պոտենցիալ գործատուներին։ Բայց եթե դուք կարող եք համատեղել, ավելի թույն։ Միայն խնդրում եմ հումանիտար գիտությունների մասին երբեք չմոռանաք։ Այս արդեն իմ անձնական փորձից։ Իհարկե տեխնիկական ու բնագիտական գիտությունները շատ կարևոր են, բայց որոշ համատեքստում հումանիտար գիտությունները ձեզ ավելի շատ բան են տալու, ու ես այդ ձեզ խոստանում եմ։ Առանց կատակ իմ փորձից մարդ, ով երկու դեպքում էլ փորձառություն ունի, թե տեխնիկական, թե հումանիտար, ես ահա որ շատ եմ սիրում իմ սիրուն հումանիտար աղջիկներին, որովհետև դուք վերջն եք, ու ձեզ հանգստացնելու համար ուզում եմ ասեմ, որ եթե դուք արդեն դրա մեջ եք, երբեք ուշ չի սկսել սովորել երկրորդ մասնագիտություն, գնալ նաև ուրիշ ուղով, որովհետև այսօր Փառք Աստծու համացանցի, սոցիալական ցանցերի միջոցով մենք կարանք ու ունենք այդ հնարավորությունը, տարիքը ընդհանրապես ոչինչ է, երբեք ուշ չի, ու դուք երբեք ոչինչ չեք կորցնելու, հակառակը դուք ունենալու եք այն առավելությունը, որոնք չունեն մաթեմատիկայական գծով գնացող մարդիկ, որովհետև հումանիտար գիտելիքները, հումանիտար գիտությունները տալիս են հոգևոր սնունդ, որը ցավոք չկա թվերի մեջ, կներեք։ Համենայն դեպս, եթե դուք արդեն հումանիտարի մեջ եք ուզում եք ինչ-որ նոր բան սկսել, հաստատ արժի, սեփական փորձից եմ ասում, մի մտածեք, որ դուք դեբիլ եք, մաթեմատիկան այդքան բարդ չի, ինչքան թվում է։ Ասեց մարդ, ով կարողացավ 4 ամսում սովորել ստատիստիկա ու հանձնել այդ անտերը։ Ես հպարտն եմ ինձնով։ Вот։
Люби не себя в искусстве, а искусство в себе։ Բայց ինչ է ուզում ասեի, ձեռք բերելով երկու տեսակի գիտություն, մեր հումանիտարիկները նաև ունենում են կրկնակի եռակի սպառնալիք, քանի որ դուք կարողանում եք միանգամից լավ լինել մի քանի բանի մեջ ու այսպես ասած միանգամից առավելություն եք ձեռք բերում։ Նաև շատ կարևոր է, որ դուք չլինեք լավագույնը մի բանում։ Պետք է լինել լավագույնը մի քանի բանի մեջ։ Պետք է վախենալ միջակությունից, այդ իմ անձնական կարծիքն է, ու շատ բարդ է, որ դուք, չգիտեմ, լինեք միայն մեկ ոլորտում։ Պետք է ունենաք այդ եռակի սպառնալիքը, այսինքն ինչքան դուք ավելի հետաքրքիր սպեկտրային փորձ ունենաք, չգիտեմ, օրինակ ես թարգմանիչ եմ, SEO մասնագետ, հեղինակ ու Biz4 ոդկասթի host, հաղորդավար։ Այս ամեն ինչը ինձ կանգնացնում է մի հատ ուրիշ պիեդեստալի վրա, ու ես ինքս հասկանում եմ, որ ես ունեմ այն փորձը, որը չունի միայն համալսարանում, չգիտեմ, տնտեսագիտություն սովորող ուսանողը, որովհետև դու տեսել ես ամեն ինչ ու դու կարաս ավելի շատ բան բերես, չգիտեմ, քո մասնագիտության մեջ։ Այստեղ մի հատ կարճ սկրինշոթի տեսքով կուզեմ դնել այն հմտությունները, որոնք ըստ Անդրեասյանի յուրաքանչյուր անհատ պետք է համալսարանը ավարտելուց հետո ունենա։ Ու այստեղ իմ կողմից մի հատ էլ խորհուրդ, ինչը նաև Անդրեասյանի հոդվածում իմ համար մի քիչ քրիտիկայի արժանացավ, ինքը ասում էր, որ ամեն ձև նենց արեք, որ ընկնեք ու սովորեք լավ համալսարանում, բայց այստեղ ուզում եմ նշել, որ հա, ինչքան էլ համալսարանի անունը կարա կապ ունենա, իրականում համալսարանի կանոնը կապ չունի, չգիտեմ, ես իմ կողմից հավելում, գնացեք ձեզ համար ամենահասանելի համալսարանը, յուրաքանչյուր կրթական հաստատություն ունի շանս տալ ձեզ գիտելիք, եթե դուք իսկապես ուզում եք սովորել։ Մոտիվացիան սուտ է, դիսցիպլինան է լինելու այն ընկերը, որը ձեզ օգնելու է կառուցել թե կարիերա, թե ունենալ լավ կրթություն։ Ուղղակի մի խորհուրդ, փորձեք դառնալ լավագույնը, եղեք 90%-ի մեջ, այլ ոչ թե 50-ի։ Փորձեք վաղ տարիքից ձևավորել մի հատ մտածելակերպ, որ կապ չունի թե դուք որտեղ եք, ընդհանրապես կապ չունի ինչ տեսակի ընտանիքում եք դուք մեծացել, ինչ շրջապատ ունեք, դուք միշտ կարող եք դուրս գալ այդ ամեն ինչից, դուք միշտ կարող եք վերև գնալ, ու եթե դուք իսկապես ընդունեք ձեր նպատակները, ձեր բոլոր երազանքները, դուք կարողանաք աճել։ Վախեցեք միջակությունից, փորձեք լինել ուղղակի լավագույնը։ Գիտեմ, պոդքասթը մի քիչ երկար եղավ, բայց գլուխ 6, խոսանում եմ վերջինն է, ուր գնալ ու ինչու։ Խնդրում եմ ընտրեք երիտասարդ կենսունակ ոլորտ։ Փնտրեք այնպիսի ոլորտներ, որտեղ հիմնադիրները դեռ ակտիվորեն ներգրավված են, դեռ ողջ են, կան գործադիր տնօրենի տեսքով կամ, չգիտեմ, նախագահի ինչ-որ տնօրենի խորհրդի անդամ ու դուք կարող եք այդ մարդկանց գտնել։ Սա նշանակում է, որ այդ ոլորտը դեռևս զարգանում է ու դուք ունեք որոշակի հնարավորություններ։ Նաև խուսափեք այն ոլորտներից, որոնք ղեկավարում են ժամանակակից մենեջերների կողմից, որտեղ 70 տեսակի մենեջեր կա ու դուք ինքներդ չեք հասկանում ով ում շունն է ու ոնց է այդ ամեն ինչը աշխատում։ Բացառություն, եթե այդ ոլորտը այնքան կարծրացած է, օրինակ, չգիտեմ, շատ հաճախ երբ որ իրավաբանական ուսանողները այստեղ օրինակ Գերմանիայում ավարտում են համալսարանը, գնում են որոշակի հիմնարկներ, որ շարունակեն, այս ամեն ինչը հաշվի առեք, տարբեր ոլորտներ, տարբեր կարիերայի ուղիներ։ Նաև ինչ խորհուրդն է տալիս այստեղ Անդրեասյանը, արագ հասեք ձեր ոլորտի կենտրոն ու մի շեղվեք շահույթաբեր շեղումներով։ Եթե դուք իսկապես գիտեք, թե որտեղ եք ուզում լինեք, ուր եք ուզում գնալ, ապա փորձեք կենտրոնանալ դրա վրա, հնարավորինս չշեղվելով ավելի շահույթաբեր առաջարկներով, որովհետև դուք կարող եք միևնույն ավելի փոքր կազմակերպությունում ավելի արագ հասնել ինչ որտեղ։ Իսկ ավելի արագ զարգացող ոլորտներում կարող է լինի, որ դուք նույնիսկ մի քիչ կորչեք։ Օրինակ ստարտափները մի քիչ հում են ու ավելի բարդ կլինի այնտեղ ինչ որ
գրանցել, քան ավելի լայն կորպորացիաները։ Արագ զարգացող ընկերությունները շատ հաճախ ձեզ սենց բազմազան պատասխանատվություններ են տալու, բայց ստեղ մի հատ մեծ ու թոթալ խորհուրդ իմ կողմից, երբեք մի թերագնահատեք սառը նամակների ուժը, քանի որ պետք է հասկանաք ուր եք գնում ու ինչու, եղեք ոգեշնչված, որովհետև իսկապես այդ երևում է ու մարդիկ տեսնում են դա, շատ ղեկավարներ տեսնում են դա։ Մի մտածեք, որ եթե դուք օրինակ չունեք որոշակի պրակտիկա, դուք չեք կարող գտնեք պրակտիկա, դուք կարող եք, որովհետև սառը նամակների ուժը իսկապես օգնում է, ինձ ահա որ է օգնել, իմ ընկերներից շատերը այսպես նույնիսկ աշխատանք են գտնել, այն էլ իսկական, ու ես էլ եմ այդպես աշխատանք գտնել, գրեք միանգամից ղեկավարներին, ստեղ ես ինձ մի հատ ոսկի խորհուրդների շարք եմ բացել, գրեք ղեկավարներին, հատկապես եթե կազմակերպությունը փոքր է ու այդ մարդիկ ողջ են, մի գրեք HR-ներին, HR-ները կարող են սխալ հաշվարկել, նրանք կարող են սխալ հասկանալ, իրենք կարող է ձեր CV-ն էլ չնայեն, նույնիսկ չպատասխանեն։ Սա արվում է կազմակերպության ռիսկերը նվազեցնելու համար, բայց փոխարենը մենք ենք կորցնում լիքը բան։ Ուղղակի, եթե ամեն ինչի փոխարեն գրեինք ղեկավարին կամ ավելի բարձր պաշտոն ստանձնող մարդներին, դուք միշտ կիմանաք, թե ուր կարող եք գնալ, ինչու, ու հավատացեք, այս դեպքում նրանք տեսնում են մոտիվացիա, ամբիցիա, ինչը ձեզ իսկապես օգնելու է։ Դե ինչ, այսպիսով ես ավարտում եմ երևի աղջիկություն պոդքասթի պատմության մեջ ամենաերկար 5-րդ էպիզոդը, բայց ես շատ էի ուզում այս էպիզոդը նկարել, ձայնագրել, որովհետև ինքը իսկապես կարևոր է, հատկապես աղջիկների համար, ու ես շատ հույս ունեմ, որ լիքը մարդկանց այս կօգնի, ուրախ կլինեմ, եթե դուք կիսվեք ու տարածեք, որովհետև իսկապես Մարկ Անդրեսյանի հոդվածները շատ թույն էին, բայց այս էսեանման տարբերակով իրանք մարսելը ինձ թվում է ավելի հետաքրքիր է։ Էլ երկար չեմ ձգի, շնորհակալ եմ, որ լսեցիք, սիրում եմ բոլորիդ ու գրկում եմ։ Ձեզ լավ օր։